Չասես։ Արա մեկ սրու։ Մեկ յո։ Ես ես բաղես։ Կարիք մոտ։ Մոտի կարի։ Արա մոտի կարեք։ Հազա մոտի։ Ողջույններ ջրաբերի միջնակարգ դպրոցի սաներից։ Գարնանային այս տոնի հետ մենք էլ ենք ծաղկել, դարձել աշխույժ վտակներ և ուզում ենք մեր վարարով զարմացնել ձեզ։ Գալուստ եք բարի, իմ անուշկանում, արևետ բարձրիկ մեր լեռնաշխանում, քո խնդությունից ամպերը լացին, բողբոջներ իրենց աչքերը բացին։ Մենք հայրս քրիստոնյա ազգ ենք և սիրով պահպանում ենք մեր ավանդույթները։ Այդ տոններից մեկը Սուրբ Զատիկի տոնակատարությունն է, որը մեր առաքելական եկեղեցին նշում է մեծ շուքով։ Այսօր մենք ձեզ կներկայացնենք Սուրբ Զատիկ տոնակատարությունը և հուսով ենք, որ ձեզ կպարգևենք հաճելի րոպեներ։ Սա իմ երկիրն է, այստեղ ես տանում, հեռու-հեռվում ջրաղացն է պտտվում, վարպետ Հովանեսը ցորեն է աղում, իսկ մշակները պարկ են տանում։ Սա իմ երկիրն է, այստեղ ես տանն եմ, իսկ հեռվում իմ տատն է նստած, թոնիր է վառում, որ լավաշ թխի ու թոռիկներին իշոր չավը։ Սա իմ երկիրն է, այստեղ ես տանն եմ, այստեղ ամեն ինչ ինձ հարազատ է, և խնոցին, և ջրաղացը, և ուտիս տատի, անուշ հացը։ Ուտիս տատ, այդ ինչ ես անում։ Խմոր եմ անում աղջիկս, որ զատկե լավաշ, քաղցրանուշ, չամչավ գաթայր թխեմ։ Զատիկը թե հին և թե նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը, այն Հիսուս Քրիստոսի հարության տոնն է։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության այս տոնը շարժական է, այսինքն նշվելու հաստատուն օր չունի։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Սուրբ Զատիկի տոնը անվանում են նաև հրաշափառ հարության տոն։ Այդ օրը մարդիկ շնորհավորում են միմյանց ասելով. Քրիստոս հայրանի մեղրերով օրհնալ է հարությունը Քրիստոսի։ Հայերիս համար շատ սիրելի այս տոնը իր մեջ մշտապես պահպանում է կյանքի շարունակելիության և հավերժության խորհուրդը։ Բոլոր ժամանակներում Զատկի տոնին սպասել են անհամբեր և հատուկ նախապատրաստվել դրան։ Զատկին նախորդում է մեծ պահքը, որը տևում է 40 օր։ Սուրբ Զատիկին հայաստանյաց բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, բաժանվում են հատկիտներ, տրվում է ամենայն հայոց հայրապետի օրհնությունը հայ ժողովրդին։ Ամեն տարի Զատկից առաջ 49 լոբի է հաշվում, լցնում Փարաջայի գրկանը։ 46,
47, 48, 49 լոբի։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեմ գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատիկի գալուն քանի օր է մնացել։ Ոյ, ես ինչ հատ գործ ունեմ այսօր։ Վայ, եկար ամուսնյակ ջան։ Սովար չես, հաց կուտես։ Չէ, սովար չեմ։ Մի քնեմ հանգստանամ, որ պետք է գնամ եկեղեցի։ Այսօր պատարակ ունեմ։ Մի օր էլ է Սիրից կինը տերտերի գլխին փորձանք է բերում։ Ամուսնու փարաջան թափ տալիս։ Ամուսնու փարաջան թափ տալիս միջի լոբիները ցաքուցրիվ է անում, մնում մոլորված, ինչ անի։ Վայ, աման, ես ինչ արեցի։ Հիմա ինչ եմ պատասխան տալու տերտերին։ Տերտերին բան չասեք, ես մի բան կմտածեմ։ Վախենալով, որ տերտերը կբարկանա, շտապով մի մեծ բուր լոբի է բերում, լցնում փարաջայի գրպանը։ Գնամ եկեղեցի, արդեն ժամանակն է։ Գնամ եկեղեցի, արդեն ժամանակն է։ Բա, այս գրպանից լոբիներն ինչու շատացան։ Վայ, կնիկ, ես ինչ փորձանք բերեցիր իմ գլխին։ Այս դեպքից հետո տերտերը գլուխը կորցնում է և ծխականների այն հարցին, թե Զատիկի գալուն քանի օր է մնացել, աղ քաշելով պատասխանում է։ Տեր-հայ, Զատիկին քանի օր է մնացել։ Ախ ինչ ասեմ, որ գրպանից լոբիները մտիկ տակ, այս տարի Զատիկ սկել չի գալու։ Այժմ Զատիկը շարժական տոն է դարձել և նշվում է մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Ժամանակի իմաստով կայուն չի և նշվում է 35 օրերի միջև։ Այդ օրը զատկական գառը տանում են եկեղեցի, օրհնել են տալիս և հենց տեղում են մորթում։ Եկեղեցու մոտակայքում օջախ են վառում, եփում և բաժանում ժողովրդին։ Գառը որպես կանոն օրհնում են Զատկի և Վարդավառի տաղով։ Եկեղեցում վաղ առավոտյան ժամերգություն է սկսվում։ Մարդիկ իրար ողջագուրվելով բացականչում են։ Քրիստոս հարյանի մեռելոց, Քրիստոս հարյապի մեռելոց, մեզի մեծ ավետիս։ Ըստ հավատալիքների խաչվելուց 3 օր հետո Քրիստոսը ձերբազատվում է մարմնական կապանքներից և նրա հոգին 40 օր շրջում է երկրում։ Որից հետո Ձիթենյաց լեռան վրա համբարձվում է երկինք, ուստի և լավատեսությունը, պայծառատեսությունը հատուկ են այս տոնին։
Ուժերը սպառում են իրենց մերժվում կյանքի բարի կենսունակ ուժերի կողմից։ Բանտ նշանակում է հրաժարվել որոշ տեսակի կերակուրներից՝ յուղեղեն, մսեղեն, կաթնեղեն եւ այլն։ Բակին շատ խստորեն հետևել են մեր տատերը եւ հետևել, որ մեծ ու փոքր այդ ավանդույթը ճշտորեն պահպանեն։ Քրիստոնյա ժողովուրդը Հիսուս Քրիստոսի հարությունը անվանում է Զատիկ, Զատկե օրերի տոնացույցն է։ Հուշիկ, երկուշաբթի, երեքշաբթի, քարքաշիկ, ջիկ չորեքշաբթի, ավակ հինգշաբթի, հուդայի ուրբաթ, Զատկի շաբաթ, ախառի կիրակի, կանաչ կարմիր կիրակի։ Զատկի սեղանին առանձնահատուկ տեղ ունեն ավանդական աղն ու հացը եւ իհարկե ծում, որոնք անպակաս են հայկական սեղաններից։ Իսկ ինչ խորհուրդ ունի իր մեջ ձումուտի ստատ։ Մեծ մասի ինքնամաքրումով մարդիկ նոր կյանքի են սկսում եւ այդ խորհուրդը կատարվում էր հավերժության խորհրդանշով, ձվի ճաշակումով։ Զատկական հմայներով զարդարված նախշված ձվերը պահպանում են առողջության, հաջողության, չարաչքի դեմ ունեն մաքրման զորություն։ Նմանեցնում էին տիեզերքին, որի կեղևը դա երկինքն է, ներսի մաշկը օդը, սպիտակուցը ջուրը, իսկ դեղնուցը երկիրն է։ Իսկ ինչու են ներկում կարմիր գույնով։ Կարմիր նշանակում է, որ ողջ աշխարհը Քրիստոսի արյամբ է վերաշինվել, իսկ մարդկությունը նրա արյան գնով է վերակենդանացել ու փրկվել։ Հուշիկ, երկուշաբթի, Զատկի առաջին շաբաթը համարվում է ջրաղացպանի օրը։ Երեքշաբթի, քարքաշիկ, Զատկի երկրորդ շաբաթը համարվում է խնոցի հարցու օր։ Հարի խնոցի, մեջդ բարի խնոցի, ունկդ բարակ խնոցի, մեջդ բարի կարակ խնոցի։ Ջիկ չորեքշաբթի համարվում է Զատկի երրորդ շաբաթը, համարվում է վիճակ հանելու օր։ Ավակ հինգշաբթի, Զատկի չորրորդ շաբաթը ձուն ներկում են տան անդամների թվին հավասար կամ 7 ձուն։ Հուդայի ուրբաթ համարվում է Զատկի չորրորդ շաբաթը։ Այդ օրը դարբինները պատրաստում են ուրբաթաթուրը։ Ուրբաթաթուրը կերթուր է զարդարված կարմիր կանաչ ժապավեններով։ Շաբաթ օրը պատրաստում ենք զատկական կերակուրները, ներկում ենք ձվերը։ Կանաչ կարմիր կիրակի տոնում ենք Սուրբ Զատիկ։ Դրան առաջարկեցին, Զատկի ձվեր ներկեցին, դրկիցին ողջույն տվեցին, լուսնականի շավնանուր, հունկատի պախսերն անուր, Քրիստոս հարյար իմերելոց, օրինալ է հարությունը Քրիստոսի։ Զատկին հաջորդում է երկար սպասված ճոխ սեղանը, զարդարված բազմապիսի կերակուրներով, ինչպիսիք են կարմիր գույնով ներկված հավկիթները, շամիչով փլավը, թանապուրը, պասուց տոլման եւ այլն, ձկնեղենը եւ այլն։ Կարմիր գույնից պատրաստված հավկիթները եւ գինին խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի արյունը։ Ձկնեղենը նույնացվում է Քրիստոսի հետ։ Քրիստոնյաները հալածանքների ժամանակ իրենց կնիկներին փորագրել են ձկներ։ Իսկ չամիչով փլավի բրինձները խորհրդանշում են ողջ աշխարհի մարդկությունը, իսկ զատված չամիչները խորհրդանշում են քրիստոնյաների։ Մեր պապերը ու տատերը պահք են պահել, ձու են ներկել, պահպանել են ավանդույթը հայկական, օրհնել են մեծ Զատիկը սրբազան։ Տոնական են սեղանները, գաթա, հալվա, չամիչ, փլավ, ուտելիքներ շատ համեղ, ինչ լավ եկեք այստեղ։ Կարմիր կանաչ ծվիկներով խաղանք ուրախ ու կրվարար ջան, ինչ լավ է Զատիկ է, սեղանների շատ ծվիկ է։